սուր նյաշտային հոգեկան վիճակների։ Հիմա ամբողջ վարած քաղաքականության համատեքստում ես կուզենայի այս մարդկանց նկատմամբ ցուցաբերած քաղաքական բանդարգյալների նկատմամբ ցուցաբերած իր վարքագծի ֆոնին հայտնել նաև այն մասին, որ ինչպես գիտեք, 12 տարի իմ տղային սպանել են։ 2014 թվականից իմ 25 տարեկան մատխաշ տղային սպանել են եւ 12 տարի արդեն իմ տղան հողի տակ է, սակայն մինչեւ օրս դերևս դատապարտված անձինք չկան։ Սա Նիկոլ Պետության ներսում է իրականացվում, ով 8 տարի է կառավարում է այս երկիրը եւ եկել էր դատավորներին վեթինգ անելու, եկել էր աշտարադատություն բերելու իր կեղծավոր խոստումների համաձայն։ 12 տարի է այս անձին մեղադրանք է առաջադրված։ 12 տարի սա ամբաստանյալի աթոռին է։ 12 տարի սա գնում գալիս է դատարան։ Ես էլ եմ գնում գալիս դատարան։ Սրա ռոժն եմ տեսնում կներեք արտահայտությանս համար։ Ըստ գործում արկա ցուցմունքների սա իր աջ ձեռքով է։ Այրունոտ դանակը աջ ձեռքին են տեսել, ով Արտյոմին հարվածներ է հասցրել։ Եվ բացի դրանից սա նաև դեպքի վայր է բերել թմրանյութ, ըստ քրեական գործում արկա նյութերի, ինչը ենթադրում է եւ նաև քրեական գործի նյութերի սա բարիկ է, ազգով, տակով, քոքով պսող բարիկ է։ Սրա հոր եղբայրը եւս սպանել է 20 տարեկան մեկ այլ երիտասարդ տղայի։ Քոքով պսող մարտասպաններ են սրանք եւ բոլորը գիտեն այս մասին։ Գյումրի քաղաքում, բոլոր իրավապահամակարգում բոլորը գիտեն սրանց, որովհետեւ սրան իրենք են թև ու թիկունք եղել, որ ինքը զբաղվի այդ բիզնեսով եւ կարողանա այդ բիզնեսով շահույթ հասցնել իրավապահամակարգին։ Այլապես սա ով է, որ կարողանա մարդ սպանել ու 12 տարի քրեական պատասխանատվության չենթարկել։ 12 տարի նիստերը ցկցկել են։ 12 տարի հալածանքների ու կտանքների են ինձ ենթարկել բարոյական, հոգեբանական եւ ֆիզիկական առումով, եւ ինչպես նաեւ ֆինանսական առումով, եւ որևէ դատական որևէ վճիռ դերևս արկա չէ, որևէ տրամաբանական ավարտ չի ստացել այս գործը։ Հիմա Նիկոլ քո պետության մեջ, որ ինքնագործնական խմբակ է, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանիդ հարցրու, թե իր ինքնագործնական խմբակը մինչև երբ այսպիսի լկտի մարտավարություն իրականացնելու եւ մինչև վերջ իր տեխնակտուց աշխատակիցներով փորձում sense մարդկանց վշտի, ողբերգության վրա եկամուտներ ստանալ։ Այս անձին 12 տարի չդատապարտելը ենթադրում է խոշոր չափերի հասնող կաշառք։ 12 տարի կաշառք տվող կա ուրեմն, որ ինքը չի դատապարտվում։ 12 տարի Շիրակի մարզի ընդհանուր իրավարության առաջին ատյանի դատարանում գնում գալիս եմ ու որևէ փոփոխություն այս գործով չկա։ 5 մեղադրող է փոխվել այս գործով, 6 դատավոր, հիմա 6-րդ դատավորն է եկել դատախազության համակարգից, Հովանես Սաֆարյան, ում բացարձակապես հետաքրքիր չի գործը, ինքը եկել է ինստրուկտաժ արված դատախազ է, չակեշներով դատավոր է, չակեշներով իհարկե, եւ եկել է տեսնի ինչ կարա անի, մի 2 տարի տա չտա ցրի գնա այս գործը, արխեին ապահով իր համար նստած է, նիստերը հետաձգում է, նիստանշանակում, հետո հետաձգում է, հետո նիստն է ուշ սկսում 15 րոպե, 30 րոպե ուշացումով, ամեն ամիս իբր 4 հատ նիստանշանակում, հետո այդ նիստերը սկսում է մաղել, դառնում է 1 նիստ, 2 նիստ, հետո կամ գնում է արձակուրդ, կամ ամբաստանյալը նիստերը հետաձգում չի գալիս նիստերին, կամ փաստաբան Արամայիս Հայրապետյանը, որը իդեպ հանցագործ է, ես կարող եմ ապացուցել, որ նա հանցագործ է, այս քրեական գործով մի շարք հանցավոր արարքներ է թույլ տվել, սակայն վերջինի նկատմամբ որևէ քրեական վարույթ չի նախաձեռնվել, որովհետև դատախազության բերած փաստաբանն է, եւ մենք բոլորը շատ լավ գիտենք, որ մի շարք փաստաբաններ պարզապես դատախազների միջնորդներն են մեղադրյալի եւ դատախազի, մեղադրյալի եւ դատավորի միջև։ Այս անձն էլ է փողոցից գտած թափթփուկ փաստաթղթերով փորձում դատական նիստեր հետաձգել։ Սա է այս ամբողջ գործի պատմությունը, որպեսզի խմբակային սպանությունը կոծկեն։ Սա Արտյոմին սպանել է խմբի կազմում։ Սրա հետ դեպքի վայրում եղել է, սա Արտուր Մարտիրոսյանն է, ներկայիս ամբաստանյալը։ Սա Հովանես Թոփչյանն է, Կոպչիկ Մականունով, նախկինում թմրանյութի համար դատապարտված։ Եվս նույն թաղում են ապրում, սրանք գործից հանել են քննիչը եւ հսկող դատախազը, որպեսզի սա խմբակային հանցագործությամբ չդատապարտվի, իսկ խմբակային հանցագործության համար քրեական գործը կոծկելը եւս նախատեսում է խոշոր չափերի հասնող կաշառք։ Այս անձինք ներկա պահին
պաշտպանված են դատախազության կողմից, մասնավորապես գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից։ Հիմա եթե Աննա Վարդապետյանը սրանց շատ է սիրում, թող տանի իրանց տուն պայի փայփայի, դատական նիստերի օրերին գայս իրա բալիկին տիրություն անի, որպեսզի ինքը չհարցակվի վրա, ինչ առումով սրանք բազմաթիվ անգամներ բռնությունների են ենթարկել ինձ, բազմաթիվ անգամներ ծանր վիրավորանքներ են հասցրել, սա գյուղից ինչքան ուռած, ծագված, նարկաման, խուլիգան հանցակոչ բարեկամներ ունի, բերում լսում էր դատարան ու սկսում էին սադրել, վեճեր սադրել։ Ու հիմա սա ընդամենը օրեր առաջ մարտի 3-ի դատական նիստին թաքնվել էր դատարանի մուտքի դիմացի ծառի տակ, երբես մտնում էր դատարան, մի այլ կաշկի այլասերված հավյանք է հասցրել իմ հասցեին, երբ մտել եմ դատարանի շենք արդեն, հայտնվեց նաև դատախազը, մեղադրող դատախազ Տաթևիկ Ղուկասյանը, ով ի դեպ գալիս է իբր տեսեք գլխավոր դատախազությունից, բայց սրա հովանավորն է։ Սրա հովանավորն է ինքը, պարզապես ձևական առումով ինքը գալիս է, թե ամբողջ քրեական վարույթով խմբակային սպանությունը կոծկել է, ով է կոծկել, մեղադրող դատախազը, ինչքան էլ ինքը ուզենա ձևեր անի, ինձ մոտ այդ ձևերը չեն անցնի։ Ես իրանց նման 5 հատ մեղադրող եմ արդեն ճանապարհել, 6 հատ էլ դատավոր, սրանց ձեռագիրը ես անգիշ գիտեմ, սրանց շնչած օդից ես գիտեմ, իրանք ինչ են նախապատրաստվում անել։ Դատախազին բառացի, փոխանցեցի սրա այլասերված հայոյանքը, զարմանքով ընդունեց Եվ հարցրեց, թե կարող ես իրեն բանեմ ասել, ասեցի ոչ։ Այդ հարցը մյուս անգամ ինձ չտակեց, այս 12 տարի գնացել գլուխս կախ եկել եմ այդ դատական նիստերին, հանդուրժել եմ մարտասպանին 12 տարի աչքիս առաջ տեսնելով, ես եկել եմ որպեսի գործը հասնի իրա տրամաբանական ավարտին։ Ես չեմ եկել այդտեղ ինչ-որ վեճ վիճաբանություն ստեղծել ի տարբերություն իրենց, ի տարբերություն պաշտպանական կողմի։ Եվ դատական նիստի ժամանակ ես հայտնել եմ դատավորին այս մասին, հայտնել եմ, որ ձեր ամբաստանյալը, ես նիստի եմ եկել, պատահական փոխություն ինքը չի տեսել, նիստի գալու ժամանակ այսպիսի լկտի հայոյանք արել, ու այդ հայոյանքը ես բառացի ասել եմ դատախազ Տաթևիկ Ղուկասյանին, եթե ես լսել էի թող ինքն էլ լսեր, Տաթևիկ Ղուկասյանը ինձանից լավ կին չի, եւ կարծում եմ սովորես հանցավոր աշխարհին, Դատավորին էլ ասեցի մասնակի ձևով, երկրորդ բառը ասեցի, կարծում եմ առաջի բառը ինքը արդեն կարող էր քուշակել։ Ոչ մի միջոց չձեռնարկեց։ Ես հասկանում եմ, որ դատավորի լիազորությունների մեջ այդ պահին չի մտնում որևէ ինչ-որ հանգամանքի վերաբերյալ կամ սրա արարքի ինչ-որ գնահատանք կան տալու, բայց որպես տղամարդ դատավոր, որպես մարդ, ում վարույթում այս անձը ամբաստանյալ է, մի հատ բերանը չբացեց ասեր, թե ամբաստանյալ, դու քեզ կարգին պայ լավ գոնե այդքան ասեր։ Գլուխը տմդմպացրեց, նստեց ու ինձ խորհուրդ էր տալիս, որ ես գնամ քաղաքացիական իրավական հարաբերությունների համատեքստում դիմեմ դատարան ինձ վիրավորանք հասցնելու համար, մինչդեռ սեռական բնույթի հայոյանքները նախկինում դատախազի աշխատել ծիծաղս անգամ եկա, որ ինքը ինձ խորհուրդ էր տալիս այդ հաշտության վրա, հա, գնալ այդ ուղղությունը վերցնել 137.1 հոդվածով նախատեսում է քրեական պատասխանատվություն, բայց այս տականքին բրախել են իմ վրա, բրախել են, որ ինքը ինչ ուզենա անի, որտեվ 12 տարին կուլ են տվել, հիմա արդեն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն է վրա հասնում, ու իրանք ուզում են այս կարգով, հարձակումներով, իմ կյանքին եւ առողջությանը վնաս պատճառելով, փորձել այս վերջի 2 տարին ինչ-որ ձևով լղոզել ջրխնել, այսպես ասած, ու ցրեն որպեսի գնա։ 12 տարին երեխան հողի տակ է պարկած։ Բան Նիկոլ, դու պետության ղեկավար ես, հա? Դու քեզ պետության ղեկավար ես համարում, դու պարզապես այս երկրի համար դու պատուհաս ես։ Դու պարզապես թյուրիմացություն ես այս երկրի համար։ Դու ավելի լավ գլուխը դար քո կնոջ հետևից, քո Աննայի հետևից, շարդ ար գնա հերեցի, ոնց Աննան գնաց, էսա քիչ է մնացել, sense տենենց գնալու ես, բայց ինչքան շուտ գնաս, այնքան լավ։ Չսպասենք ընտրություններին, որ դու արնահեղություն անես, քո սիրտը այրան ծովեր ա ուզում, այրան գետեր ա ուզում։ Դրա համար այս կարգի բաները Նիկոլ քո համար ի՞նչ է։ Քո համար ի՞նչ է, որ մարդ սպանեն, ազատության մեջ մանկան։ Դու ասել ես, որ բոլոր դատավորները քո ասածը չեն կարանեն։ Հիմա դատավորին դու ասել ես, որ սրանց թաքցնեն։ Եթե ասել ես, դա փողարժի։ Եթե ասել ես, ուրեմն գումար կա դրա մեջ։ Բա ասում ես կոռուպցիայի դեմ են պայքարում։ Սա է քո կոռուպցիայի դեմ պայքարելը։ Ու այս հայոյանքներից հետո
Պարզապես այս ամբողջ իրավիճակը ինձ համար շատ վտանգավոր է։ Ինչի համար է վտանգավոր։ Կարող է ես իմ ինքնատիրապետումը կորցնեմ, կարող է ես հակադարձեմ, կարող է ես ուրիշ քայլերի դիմեմ։ Ի վերջո մի հատ պատկերացրեք, թե ով ում ինչ է ասում։ Կամ միգուցե ծանր վիրավորանքից ես ինսուլտ ստանամ, ինֆարկտ ստանամ։ Չի բացառվում, որ մարդը այդ պահին, այդ խորը զգացմունքներից կարող են ուղղակի առողջական ծանր խնդիրներ ունենա եւ իրանք կարան ասեն, հա, ինչ ա եղել, եկավ դատարանի շենք մտավ, նորմալ էր, ընկավ մեռավ։ Վիշ տեսած կին է, հյուծված կին է, բանը կարող է ընկավ մեռավ, մենք ինչ անենք։ Ով է դրա համար պատասխան տալու, իհարկե ոչ մեկը, իհարկե ոչ մեկ, եթե սա մարդ է սպանել ու մինչև հիմա իրանք դրել են նամազ են անում Նիկոլյան դատարանները, նամազ են անում, որ սպառեն 2 տարին, ես այլասերված, ես թուրքի լամուկին պաշտպանության տակ են առել, ու ես մյուս թուրքի լամուկը, որ ազատության մեջ է, կասկածյալ է որպես անցել, Հովանես Թոփչյան կոպչիկ տականքը, որ թաքցրել են սրան, հանել են քրեական գործից, փախցրել է քննիչը, սրա հակուսների մանրաթելերը, քրեական գործի նյութերի համաձայն, սա ոչ թե ծնողի էմոցիոնալ ինչ-որ բան է, խնդրում եմ ճիշտ հասկանալ, քրեական գործի նյութերի համաձայն է իմ ասած բոլոր փաստական հանգամանքները, բոլոր տվյալները իմ կողմից քիչ առաջ ներկայացված քրեական գործի նյութերից են, սրա հակուսների մանրաթելերը, ինչ գործ ունեն Արտյոմիս հակուսների վրա, միշտեր ասում են ինքը դեպքի վայրում չի եղել, ինքը դեպքի վայրում եղել է, վկայա ցուցմունք տվել դատարան, որ ենթադրում է, որ սա եղել է դեպքի վայրում։ Քննիչն էլ է մեկ այլ հանգամանքով, չնայած հանել է միջից, հետո իր սուտը ինքը կարողացել է բան անել, հեշքվել է իր ասածը եւ պարզվում է, որ քննիչն էլ ասել, որ ինքը դեպքի վայրում եղել է։ Բա հիմա ուր է սա։ Ինչի են ազատության մեջ։ Սա ինչու պիտի լինի ազատության մեջ։ Բրախել եք ջանից, որ այս այլասերված իմ կյանքին ու առողջությանը վտանգ սպառնա, հա սրանք եւ հարվածներ են հասցրել ինձ քրեական վարույթը նախաձեռնվել, հետո կարճվել է եւ տարբեր տեսակի հայոյանքներ են եղել դատականիստերի ժամանակ։ Այս կանք իր տեղից թռել է Ամբաստանյալի աթոռից դատավորի ներկայությամբ Նարեկ Բեգլարյանի ներկայությամբ, որ հիմա գնացել համեստ համավոր դատավոր է դարել Մասիսի նստավայրում։ Սա թռել սա ամբողջ տեխնիկական միջոցները վարի տվել, գալիս էր որ ինձ հասներ։ Սա է դատարան, սա առևտրի կենտրոնն է։ Նիկոլ քո դատարաններում արյուն է վաճառվում։ Դու ինչ վարչապետ ես։ Դու ընկել ես բաների հոգևորականների հետևից, կարկալույց եղած բաներին հոգևորականներին ես դատարաններում նոր ինչ-որ օրենսգրքեր է սահմանում չգրված օրենքներ, որ պիտի դատարանը վերականգնի, հա, հոգևորականին։ Դու ինչ վարչապետ, երբ որ այսօր երկրում հանցագործություն է հելել մարդկանց աուտում։ Դու ինչ վարչապետ ես, որ քո գլխավոր դատախազը հանցավոր այսպիսի խմբավորումների է հովանավորում։ Դու ինչ գլխավոր դատախազ ես, որ քո քննչական կոմիտեի ղեկավարը օրենքներ է խախտում։ Քննչական մարմիններում սպանության գործերը պարտակված են։ Դու ինչ վարչապետ ես, որ Չիչոյան Արմենը Շիրակի մարզի դատախազության դատախազ Չիչոյան Արմենը սպանության գործը դրել է գլխի տակ քնել է վրան։ Ու այսօր իր տղային տվել եք Ժորա Չիչոյանին Երևան քաղաքի Առաջին Ատյանի քրեական դատարանի նախագահ, բա կտակ, բա ինչ կանեք, դե որ Չիչոյանի տղեն արդեն Երևան քաղաքի քրեական դատարանի դատավորը Առաջին Ատյանի, բա Շիրակի մարզի դատավորները Չիչոյանի պատվերներն էլ կկատարեն, ոտերի առաջ էլ կխոնարհվեն, կշոպլիկանան, նա Չիչոյանը մատը ճտասի ամեն ինչ կանի, առանց է դատական համակարգը Չիչոյանների ձեռքում է, լավ գիտեք, միջև Վճռաբեկ դատարան, սա Չիչոյանների բիզնեսն է, դատական համակարգը, ով եկավ իշխանության, իրանք բոլոր իշխանություններից սազվեցին ու աշխատեցին, բա կոռուպցիան սենց է լինում, ո՞նց է լինում։ Դրա համար այսօր այս ամեն ինչի մեջ երբ տեսնում եմ, որ իմ կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում, եւ ուզում եմ նաեւ հայտարարությամբ հանդես գալ, եթե իմ կյանքին վտանգ սպառնած ինձ հետ չակեշներով դժբախտ պատահար եղավ, դա կարող են իրենք այդպես բան անել, վերնագրել, այդպիսի իրավական գնահատական տալ։ Իմացեք, որ դա արել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ինչպես գիտեք, վերջը ինչի համար եմ դա ասում, նաև էս նշած հիմնավորումներից եմ, գիտեք, վերջերս իր անձնական կյանքի հետ կապված չնայած ինձ հետաքրքիր չի որևէ մեկի անձնական կյանքը, ես ինձ թույլ էլ չեմ դա անցնել այդ սահմանը, բայց գիտեմ, որ ինչ-որ անձնական բնույթի խոսակցություններ կար, ինչ-որ մեկը Facebook-ում ինչ-որ գրառում էր արել, եւ այդ ինչ-որ մեկը ծեծի ենթարկվեց։ Կարծում եմ իմ ասածը բոլորին հասկանալի է։ Հիմա եթե Աննա Վարդապետյան քո հետ ինչ-որ օդի միջից եղելա չի եղել, չգիտեմ, գլուխդ քարը, քո մուրը, քո գլուխը, ինձ հետաքրքիր չես դու, ընդհանրապես հետաքրքիր չես դու։ Եթե նման պարագաներում կարակ տանեք, չգիտեմ, որ մողլերի հետևներում մարդ ծեծեք, բա իմ երեխուն սպանել են։ Այ հանցագործ։
Դու չես հասկանում, որ այս գործի հետևում դու ես կանգնած։ Դու ես դատարաններին ցույցում տվողը։ Դատարաններն այսօր ացանցիալ մարմիններ են, գլխավոր դատախազության եսիջներն են։ Ինչ ասեցիք, էդ էլ անելու են։ 1000-ից մեկ դատավոր կա, որ իրոք մարդ դատավոր է, իրոք օբյեկտիվ դատավոր է, իրոք հարգում է դատավորի արժանապատվություն ունի։ Ոչ թե ամեն թափթփուկի բերում պատմուճանը հագցում սարքում են դատավոր, գցում են մեր ճանը։ Հիմա այս դատավորին ո՞նց դատավորի տեղ տնեն, երբ որ Ամբաստանյանը իր հետ խոսում է իրանց քուչի ամենավերջի ձևով։ Ամբաստանյանը նիստերին չի գալիս, որ ժամանակը սպառի։ Պաշտպանը նիստերին չի գալիս, շատ ներողություն մի հատ զուգարանի թուղթ է բերում Չակեշներով, ասում է, սա իմ բժշկի թուղթն է, ու դատարանը ասում է, ես գնահատել եմ որպես պատշաճ փաստաթուղթ։ Դու ուրեմն դու պատշաճ դատավոր չես։ Քեզ կարան ձեռ առնեն, կարան քո վրա ծիծաղեն։ Ես ո՞նց կարամ ընդունեմ որպես պատշաճ դատավոր, երբ որ Չակեշներով զուգարանի թղթով դու դատական նիստ ես հետաձգում։ Այս մասին տեղյակ է բարձրագույն դատական խորհուրդը։ Ոչ մի բան տեղից չի շարժվել, ոչ մի փոփոխություն չի եղել։ Այսինքն, այս համակարգը փոխելու համար, այս երկրին պետք է լուրջ տղամարդ տղա, ո՞րց տղա է պետք այս համակարգը փոխելու համար։ Հիմա այս տեղի ունեցած բաները շարունակվում են, ամեն օր սպանություններ է լինում, ամեն օր դանակահարություն, կտրող ծակող գործիքներով, քանակերում, աչափնյակում, անչափահասները, չգիտեմ ինչերը, թմրանյութի հետ կապված չգիտեմ ինչա հայտամ։ Այս ի՞նչ է այս ժողովրդի վիճակը։ Այս ի՞նչ է անպատժելիությունը կերել է մարդկանց արդեն։ Այն աստիճան է սրված մարդկային հարաբերությունները, այն աստիճան է լարված ամեն բան, բոլորի գրպաններում կտրող ծակող գործիքներ կա։ Բոլորը գնում են իրար դեմ, ներքին խժդժությունները հաճելի է Նիկոլին, ներքին սպանությունները, ներքին անհանդուրժողականությունը հաճելի է Նիկոլին։ Ինքը ուզում է, որ ներսից սկսվես ամեն ինչը, դրսից բերեց աբիրեց այս երկիրը, հիմա էլ ներսից քայքայում է, ինչքան շատ իրար սպանեն, այնքան լավ։ Հիմա էլ գնում են դպրոցները, ինչ որ երեխաների պայուսակներ են ստուգում 9-րդ 10-րդ դասարանների, գնում են բան են անում, իբր թմրանյութ բան են ստուգում։ Դուք չեք կարա օրինապատձևով աշխատել։ Սա անցողիկ ինչ որ վիճակ է, որ ուզում եք ցուցադրեք, որ աշխատանք եք տանում։ Թմրան միջոցների արկուվաճառքի տերուտիրականն եք դուք։ Թմրան միջոց ներկրելու դաբրոն տվողնել եք դուք, տարածողնել եք դուք, ինչ եղավ 1 տոննա կոկայինը, ոչ մեկ չիմացավ ինչ եղավ, ով ուռավ, ով ծակվավ, ով օգտագործեց, ով խուրդեց, ում վրա խուրդեց, ոչ մեկը տեղյակ չի։ Դուք ցուցադրական այդ բաներով ոչ մեկին չեք կարող այլևս խապեք կամ ինչ որ մեկին ապացուցեք, որ գործ եք անում։ Ոչ, դա այդպես չէ, որովհետև այն որ ասում են բանը մեր ցուկը գլխից է հոտած, այո, մեր ցուկը գլխից է հոտած։ Հիմա մենք կանգնել ենք կոնտրաստ տաշտակի առաջ։ Այս պահի դրությամբ ես որևէ հույս չունեմ, որ կարող է այս դատավոր Հովհաննես Սաֆարյանը, ում հետ այս Ամբաստանյանը խոսում է ամենալկտի ձևով, ես իրան հարցրել եմ, դուք վախենում եք Ամբաստանյալից։ Ասում է չէ։ Ասում եմ, բայց չէ, դուք վախենում եք, տեսակ ձեր հետ ոնց խոսեց, բայց չեք հակադարձում, անգամ մեղադրողը ոտքի կանգնեց ու ասեց, այս Ամբաստանյալ քո վարքագծի մեջ փոփոխություն է եղել։ Շաբաշ տվողն ինքն է, ով փողը տալիս է, ինքն էլ շաբաշն է տալիս, ինքը շաբաշ է տվել, Տաթևիկ Ղուկասյան դու էլ պիտի պարես, Հովհաննես Սաֆարյան դատավոր դու էլ պիտի պարես, իրա պաշտպաններ պիտի կանգնի ու թամաշա անի, Էս է Նիկոլ քո երկրի վիճակը, դու թող գնա, միևնույն է, դու ընտրություններին չես անցնելու, երեք մարդիկ խոսում էին նաև այդ 300,000 ադրբեջանցիների գալու մասին, շատ մտահոգված էին մարդիկ ու մտավախություն ունեին նաև, որ խոսակցություններ կար նաև 198,000 հայկական անձնագրեր սահմանից ներ բերելու մասին, այս հանգամանքները մարդիկ ասում էին ու տառապում էին եւ իրոք իրական է այդ ամեն ինչը, որովհետեւ կարող էին կբերի ու այս կարգի թե Ալիևը իրան միլիարդներ է տալիս, որ ինքը կարողանա շահի հայս ընտրությունների ժամանակ կարողանա ինքը անցնի իր խեվ բանով, խմպակներով ու իր անկրագե թափտպուկներին բերի էլից գծի ժողովրդի ճանը, աշտարադատության նախարարը ծամոն ծամինքը գնա պերաշկի ուտի, Ալես Սիմոնյանը թքի մարդկանց վրա, Արցախ անունը տվողին տանեն, չգիտեմ ինչ անեն, գործից հանեն, եկեղեցուն աջակցողին տանեն, կալանավորեն, Արարատ Լեռան անունը չտակ, չգիտեմ Արևմտյան Հայաստանի անունը չտակ, կա Արևմտյան Ադրբեջան, սա Ադրբեջանն է եւ վերջ։ Այս կարգի բաների համար եկած մարդը իրան շատ հետաքրքիր է, թե ինչ է կատարվում այս երկրում։ Հիմա ամփոփելով ասածս ես կուզենայի ասել հետեւյալը. այս անձի կողմից եւ սրա կողմից
թաքցրած քողարկված գործողությունները մեծ առնչություն ունեն դատավոր Հովհաննես Սաֆարյանի հետ եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, սա իմ որդին է, սա իմ Արտյոմն է, այստեղ այն սպանել է այս բարիկը, որ նայեք կհասկանաք թե ինչ մղոնների տարբերություն կա, անհնար է, ինչպես են սրանք հասել իմ Արտյոմին, պատվիրված սպանություն է, եւ սա այս Ամբաստանյալն է, ում ռոժը ես ամեն օր տեսնում եմ ու նայում եմ իր ծուրտիկ մատներին, ու ինձ խոշտանգում են տանել բերելով 12 տարի, սրանք սպանել են իմ Արտյոմին, ու սրանք ազատության մեջ են, կեցե նիկոլիզմը, կեցե եղկելի նիկոլիզմը, սրա էջը պետքա փակել։ Մարդիկ հիմա վախեցած են նաև ամեն մարդու հետ եղած միջադեպով, եղած դիպվածով կարելի է հասկանալ թե ինչ է կատարվում։ Այսքան իմ բարձրաձայները, այսքան իմ ասելը, այսքան իմ փաստեր ներկայացնելը մի օր չեղավ Աննա Վարդապետյան, հələ հետևդ կտրեիր այդ աթորիցդ, մի հատ հելներ ասիր թե ինչ ա եղել այս գործով, ինչի մասին է խոսքը։ Մինչև հիմա որևէ պետական պաշտոնատարանց չի կարողացել հակադարձել ինձ, չի կարողացել հակադարձել իմ ներկայացած փաստական տվյալներին եւ մինչեւ հիմա անմեղսունակի դեմքով շատ ներողություն մալի հայացքով դեմքիս են նայում ու ասում են այո դու ճիշտ ես, այդ մալի հայացքից ես կարամ կարդամ որ այո դու ճիշտ ես, բայց ցավոք սրտի մենք արդեն փողն առել պրծել ենք, ոչինչ չենք կարող անենք, մենք կաշառված ենք, դա է ասում իրանց հայացքները։ Եթե այս ընտրությունների ժամանակ հարգելի հայրենակիցներ, հարգելի հայ ժողովուրդ, դուք գիտեք ինչ բան է ցեղասպանությունը, դուք գիտեք ինչ բան է, հայը գիտի ինչ բան է դարդու ցավը, հայը ունի ապրումակցելու մեծ ճիղ, մեծ հնարավորություն, հայը ճիգարով ազգ է, հայը խելամիտ ազգ է, ես խնդրում եմ ուղղակի ոչ միայն իմ դեպքով, բոլոր դեպքերով, երկրում տեղի ունեցող բոլոր հանգամանքներով, ողջամիտ եղեք, հետևողական եղեք, սա միայն իմ կամ իմ տղայի հարցը չի, մի ամբողջ ազգի կործանման եզրին կախված հարց է, եղեք խելամիտ, ինչպես տարիներ շարունակ եք եղել, ինչպես ձեր հերոսներով եք եղել, ինչպես ձեր առաջնորդներով եք եղել, ինչ խոսք ունեցել ենք դավաճաններ, մենք դա չենք կարող կոծկել, չենք կարող հեշկել, մենք ընդունում ենք, որ հայի դավաճանը ամենաստոր դավաճանն է, թուրքից փեթար դավաճան է, բայց եկեք խելամիտ լինենք, որովհետև շատ քիչ ժամանակ է մնացել, մենք պետք է հետագայում հաշվի նստենք մեր կատարած ընտրության հետ, երկրորդ անգամ էլ Նիկոլ ընտրեցիք, ինչ խոսք ազգի մեջ կան թերմացքներ, բոլոր ազգերում, բոլոր հասարակություններում էլ կան ծալապակաս, թեթևամիտ, մենակ ուտելու պետք արան վազելու դատողությամբ օժտված մարդիկ, կան մարդիկ, բայց դա որևէ եղանակ չի կարող փոխել, որովհետև երբ ազգը լցված է խելամիտ մարդկանցով, բանական մարդկանցով, կիրթ մարդկանցով, այդ ազգը կարող է առաջ գնալ։ Կրթվելը նորաձև է, մասնակիցներին եւս, որ գնում էին Աննա Հակոբյանի հետևից, որ կրթվեին, այդ կրթվածներին էլ եմ խնդրում, դուք սխալ եք կրթվել, դուք պիտի Նիկոլին կրթեիք, դուք չպիտի գնայիք մասնակցելու այդ խեղկատակությանը, միթե դուք այդ կրթվելու կարիքն ունեիք, ձեզ էլ եմ կոչանում, անկախ նրանից ինչպես եք կրթվել, ոնց եք կրթվել, տուն եք պահել այդ կրթվելու համար, թե ինչ որ մեկի ցուցումն եք արել, ձեզ էլ եմ խնդրում, խելամիտ եղեք եւ քայլ արեք, որպեսզի այս ամեն ինչը ի վերջո գարշելի էջը փակվի Նիկոլիզմի։ Եվ միևնույն ժամանակ ավարտելով խոսքս եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ Արթուր Մարտիրոսյանի կողմից Ամբաստանյալով մեղադրվում էին որդու սպանության մեջ եւ Կասկածյալ Հովհաննես Թոփչյանը, ով դեպքի օրվանից փախուստի է դիմել, այս անձանց կողմից իմ կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը իրական է, սա ես հայտնում եմ որպես հաղորդում հանցագործության մասին հրապարակային ձևով եւ եւս մեկ անգամ փաստում, որ ինձ հետ ինչ որ բան կատարվելու դեպքում մեղադրել գլխավոր դատախազին, որովհետեւ որևէ քրեական վարույթ չի նախաձեռնվում, սրա վիճակը չեն ուզում վատթարացնել, որովհետեւ ինքը արդեն իսկ Արտյոմի սպանության դեպքի վայրում իրան պահել է շատ լկտի փաստեր առկա են քրեական գործում, ուստի ես հայտնում եմ, որ ես այս վտանգը ընդունում եմ իրական եւ շատ հնարավոր է, որ իմ կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնան, քանի որ նախադեպերը արդեն եղել են։ Սա Նիկոլի պետությունն է։